Բարև հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հայ ֆուտբոլասերներ, եթերում է տրիբունայի երկրորդ հաղորդումը, ես Գևորգ Մալաքյանն եմ, իմ գործընկերը Գևորգ Սահակյանը, եւ առաջարկում ենք առաջիկա 20-ից 30 րոպեների ընթացքում լինել գարեջրով եւ խորտիկներով, որովհետեւ այդպես նայում են ոչ միայն ֆուտբոլ, այլև ֆուտբոլի մասին հետաքրքիր հաղորդում։ Արդյոք Նորվիչը երբևէ կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան։ Արդյոք կտեսնենք Ռոդրին Գյուղ ինստիտուտի դիմաց կոֆե խմելուց։ Եվ արդյոք բոլոր հայ մեկնաբանները Ռեալ Մադրիդի երկրպագուներ են, այդ ամենը մենք իմանանք ոչ այս հաղորդման շրջանակում, դա ուրիշ տեղ կիմանանք, այլ մենք ինչ կիմանանք այսօր։ Մեր տրիբունայում այսօր քննարկվելու է, թե ինչպիսին է ֆուտբոլը Անգլիայում, բայց խաղադաշտից դուրս, ինչ մարտավարությամբ է խաղում Բիլբաոյի Ատլետիկը եւ ինչպես է առաջացել վինգեր եւ լատերալ անվանումները։ Եվ մեր տրիբունայում այսօր Տոմս է գնել մարդ, ում ֆուտբոլը միայն բավարար է երջանիկ լինելու համար։ Եվ մարդ, ով լրագրող է եւ աշխատում է իր մասնագիտությամբ, Արման Աբելյան։ Ողջունենք Արմանին, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Երկար էինք պատրաստել քեզ ներկայացնելու համար։ Հա, բայց ձևակերպումը շատ հաճելի էր, այդ ֆուտբոլով ապրելու պահը հատկապես։ Այո։ Մեկնաբանական կարիերա։ Սկսեցիր քո մեկնաբանական կարիերան հանրային հեռուստաընկերությունում։ Հիշում ես քո առաջին մեկնաբանությունները ու արդյոք գոհ ես քո մեկնաբանությունից։ Երբևէ չի լինում, որ գոհ լինեմ, միշտ ինչ որ բաներ կան, որ դուրս չի գալիս եւ ուզում եմ ուղղել, իսկ առաջին խաղը շատ պատասխանատու էր, կոնֆեդերացիաների գավաթներ, Պորտուգալիա, Մեքսիկա, Ռոնալդուն էլ խաղում էր, այսինքն լրիվ ուժեղ կազմերով էին, Մեքսիկայից Չիչարիտոն, Օչոան, դարպասապահ։ Այո, Գիլերմո Օչոան։ Շատ հետաքրքիր էր միանգամից սկսել Պորտուգալիայի խաղով, բայց նաեւ ռիսկային էր, որովհետեւ այդպիսի խաղերում լսարանը մեծ է ու կարող ես քննադատության արժանանալ, այնու քո առաջի խաղին 21 տարեկանում։ Այդ ժամանակ Պորտուգալիա Մեքսիկա խաղը վարում էին ու տենց էր մրցույթը, թե մինչև դա էր մրցույթը, որ դու կարողացար հասնել Պորտուգալիա Մեքսիկա խաղին։ Նախապես արդեն մի քանի փուլ անցել էինք, ամենասկզբում պիտի անունները հիշել։ Հա։ Ամենասկզբում հիշում եմ մի 10-15 րոպե պիտի վարեինք Ռեալ Մադրիդ Կաշիմ Անտլերս խաղը աշխարհի ակումբային առաջնությունից, հետո մի 2-3 փուլ ողջունում ենք Կաշիմ Անտլերսի բոլոր երկրպագուներին, հետո մի 2-3 փուլ անցնում էինք ու արդեն խաղը ուղիղ եթերում մեկնաբանում էինք հանդիպումներ, դու հաղթեցիր մրցույթը։ Ես 2 հոգով հաղթեցինք ու վարեցինք եզրափակիչը։ Իսկ բացի այդ երկուսից էլի մասնակիցներ կային։ Այո։ Եվս 2 հոգի կար։ Բայց շատ էին դիմել ամենասկզբում շատ մասնակիցներ կային։ Ես էլ էի մասնակցում, չգիտեիր։ Բայց ես չանցա։ 4 հով ա եղել։ Ես չեմ անցել։ Ես կասթինգը չանցա։ 4-ն էլ ա վարում հիմա։ Այո, Արմեն Գարամյան։ Արմեն Գարամյանը ինքը չի հաղթել։ Ինքը հաղթողներից մեկն էր։ Հաղթողներից էր, բայց եզրափակիչը ես էի ու Ռաֆայելը, հիմա ինքը չի մեկնաբանում։ Հա, մտավ քաղաքականություն։ Մեկնաբանական սերունդ։ Ըստ քեզ, քանի ճյուղից է բաղկացած մեր մեկնաբանական սերունդը։ Մեր կարծիքով, իմ ու Գևի կարծիքով 3 սերունդ։ Սկզբում Սուրեն Բաղդասարյան ու Սլավա Սարգսյան, հետո եկավ Կարեն Գիլոյան, Մարտ Կալանթարյան, Արմեն Մելիքբեկյան, հետո արդեն դուք գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը եւ դուք։ Նման հավակնություններ չունեցող ես։ Որն է լավագույն սերունդը։ Դե ես չեմ ուզի այդպես գնահատեմ, լավագույնը ով է։ Ամեն մեկն իր հետքը թողել է ու իմ կարծիքով ամենադժվարը մեկնաբանի համար հիմա է։ Ոչ 50 տարի առաջ, ոչ էլ 20 տարի առաջ, այլ հիմա։ Ավելի բարդ է հիմա։ Այո։ Ինչի հիման վրա։ Իհարկե ինֆորմացիայի առումով, շատ այլ բաների առումով հիմա ավելի հեշտ է, բայց հիմա նաև ուշադրությունն է ավելի մեծ։ Հիմա բոլորը ավելի տեղեկացված են ու դու սխալվելու իրավունք չունես։ Այն ժամանակ ոչ մի կոմենտ չէր գրի, չէ՞, դե պարոն Բաղդասարյան ռեկոբան է էդի։ Հա, կամ էս սխալ եք ասում անունը, չեն գրի տենց կոմենտներ։ Մեկնաբանական բողոքները դժգոհություն է։ Դուք ոնց եք օրինակ էդի տանում։ Ով վատ բան է գրում կամ ով դժգոհում է, բողոքում է, բլոկում եք, ասում եք լավ եմ անում, տենց եմ անում, թե դա ոքի անցնում եք առաջ։ Չէ, այդպես չի լինում։ Սկզբում ես շատ դժվար էի տանում, մանավանդ որ սկսեցինք հենց մրցույթը որ նշեցի 2018-ի աշխարհի առաջնությունն էր, այսինքն մեզ մոտ ինչ որ փուլեր չկային, որ
մի քիչ ավելի քիչ նշանակությամբ խաղեր ու կամած բարձրանանք, միանգամից աշխարհի առաջություն, միանգամից մեծ ճնշում ու շատ դժվար էր, մեծ քննադատություններ կային, նոր էինք սկսում, դենպես է հիմա էլ կան, բայց հիմա ավելի հանգիստ եմ օրինակ ես տանում, բայց կարող փող որ աշխատում ես, ինչքան ուզում ես թող քննադատեն։ Բայց չեմ բլոկե երբեք ոչ մեկին։ Իսկ ժամանակ չէին տալիս գումար, որ մրցույթի ժամանակ։ Չէ։ Բայց դա ինձ թվում է սուտ կլինի ինչ-որ մեկը ասի քննադատություն անենում ինքը թեթև տանում է, չէ։ Մտածում ես իրոք ճիշտ է քննադատողը, ինչ որ բան սխալ ես արել, մտածում ես դրա մասին հաստատել, մենակ բլոկել անցնելով չի, այդպես Մի քիչ են սվերը ամեք նաև ստեղծագործում ու աշխատում, որ անկախ ամեն ինչից բողոքելու են։ Ինչ Հա, կարծում եմ։ Ես էլ եմ տես կարծում։ Նաև Ինչ էլ անես մեկը բողոքել։ են ժամանակաշրջանում ենք ապրում, որ միշտ բողոքում են։ ու մանավանդ ես ամենաշատը չեմ Ամենամեծ բողոքը որն է, որ միջև հիմա կհիշես, վայ թաղեմ քեզ, ինչ-որ բաներ գրել են, տենց չգիտեմ։ Հա, ես հիշում եմ, որ ինչ որ զուգահեռ խաղի հաշիվ ասեցի, մտածում եի, որ հիմա ձգող է եղել այդ։ Հա, հիմա ինչ որ արդեն այդ խնդիրը չկա, կարող ես ասել մյուս խաղում ինչ է կատարվում հաշիվը։ Ասեցի, հա, ու միանգամից հաղորդագրություն եկավ, ինչ որ գրեթե անեծքների մակարդակի, որ ոնց համարձակվեցիր, ես այդ խաղը նայելու էի, բան։ Բայց այտենց բան կա, հələ մարդկանց մոտ։ Աստորեն կա։ Տեսակներ, այո։ Որ հաշիվը չի ուզում իմանալ։ Կինոն նորմալ է, որ տենց է։ Հաշիվը մեն ժամանակը, էլի եմ ասում, այն ժամանակներ պիտի սպասենք, երբ է ֆուտբոլ պլյուսը հելնելու, որ իմանանք ինչ է եղել։ Ինտերնետ չկար։ Այո։ Ու ամենաշատը չեմ սիրում, որ կողմնապահության մասին է լինում։ Հասկանում եմ, որ մարդը ինչ որ թիմի է երկրպագում նայում է, էմոցիաներով է նայում եւ հենց տեսնում է մեկնաբան ինչ որ կողմնապահություն ունի, սկսում է քննադատել։ Բայց դու որ գիտես, որ ոչ մեկ էլ չես երկրպագում ու զուտ գովում էիր, որովհետեւ լավ են խաղում, այդտեղ արդեն չգիտես ինչ արձագանք տաս։ Մենակ Մխիթյանին գովացեք եթերում։ Դա էլ միանշանակ չի, որովհետեւ Մխիթյանի չսիրողներ էլ կան Հայաստանում։ Հա, իրականում ես ճանաչում եմ մեկին, ով Մխիթյանին չի սիրում ու շատ զարմանալի է, թե ոնց է ինքը մինչև հիմա ստե ապրում։ Պաշտոնյա է ինքը։ Չէ, հասարակ մարդ է։ Հա։ Մեր տրիբունան միշտ անխափան է, որովհետև մենք ունենք հրաշալի գործընկեր։ Շնորհակալություն Arpinet ընկերությանը։ Գիտենք, որ վերջերս գնացել էր Մանչեսթեր, որտեղ երկու անգամ հանդիպել ես Ռոդրիին։ Մեկը ստադիոնում, մեկն է փողոցում։ Փողոցում երկրորդ անգամ հանդիպեցիք, Պաչիկով եք այդ ժամանակ, թե։ Ոնց է գալու հայավարի, դե քայլում են կտենանք հələ բան, ասենց ոնց է։ Ճիշտ ասած կանոջ հետ էր, այնց զբոսնում էին, չուզեցա շատ ծանոթացել ամեն ինչ։ Կինս է Արման ջան։ Ծանոթացրել։ Հետաքրքիր է, որ այդ հանդիպումից 30 րոպե առաջ ես Երազանքների թատրոնի հարևանությամբ էի, իսկ Երազանքների թատրոնը Օլդ Տրաֆորդն էր, քայլելով մի 2 ժամ գնացի այնտեղ, անձրևոտ եղանակ, ռոմանտիկ։ Այդ ծանոթացա Օլդ Տրաֆորդին ու մի օր առաջ արդեն Ռոդրիին տեսել էի ստադիոնում ու մտածում էի, ինչպես դա հնարավոր եղավ։ Մի քանի ամիս առաջ որ ես ասում էի Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ոչ մեկ չէր հավատում դրան։ Հետո ինքն էլ չէր հավատում, հետո սկսեցին մի քիչ ավելի շատ հավատալ ու նույնիսկ ոսե գնդակ ստացավ։ Ու հենց այդ մտքերի մեջ շատ ամայի փողոցում նորից տեսնում եմ իրեն, շատ տարօրինակ էր։ Ծառի տակ sense բաներ անում։ Տարօրինակ է, որ երևի մեն դու ես այդ ֆուտբոլիստին այդ կարգի հավատում, որ ինքը այդքան ուժեղ է ու հենց իրեն էլ հանդիպում ես։ Չգիտեմ դա ինչպես բնութագրեմ։ Նկարվեցիք իրար հետ։ Նորից։ Իսկ երկրորդ անգամ ինքը նկարվեց քո հետ, թե էլի։ Բայց ասեմ որ երրորդն էլ է եղել, երրորդն էլ։ Երրորդը ուրեմն Ատամ հատիկին։ դա ավելի Առիթների։ դա ավելի հետաքրքիր է նույնիսկ։ Ուրեմն իմ օրերը Մանչեսթերում սպառվել էին, ես պիտի արդեն վերադառնայի, բայց հետ գալու օրը ճիշտն ասած խառնել էի։ Հա։ Իմ թռիչքը եղել էր ու պիտի մի օր հետո տեղի ունենար Մանչեսթեր Սիթի Ինտեր նախախաղային ասուլիսը, հետո էլ խաղը։ Ես քանի որ մնում եմ, նորից հավատարմագրվում եմ, գնում եմ Մանչեսթեր Սիթի Ինտեր ասուլիսին։ Քո հաշվին էր գնաց, հա։ Այո։ Հա։ Եվ թվեր են աշխատ։ դետեղ ասուլիսին միշտ ամեն ակումբից մի ֆուտբոլիստ է գալիս մարշի հետ։ Հիմա մտածում եմ, եթե այստեղ էլ Ռոդրին եկավ, էլ չգիտեմ ինչ ռեակցիա եմ տալու։ Գնում եմ ասում եմ Ռոդրին է գալու ասուլիսին։ Դե լավ էլի։ Էլի ուրիշ մարդ չկա։ Ոչ իրականում կարծում եմ տպավորիչ է։ Քո սիրած ֆուտբոլիստն է, ճիշտ է Ռոդրին։ Չի ասի սիրած, ես այդպիսի բաժանումներ չեմ դնում, բայց համարում եմ, որ
անցյալ տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ։ Իսկ այդ քննարկումներ պիտի Վինիսիուսին տային, ուղղակի UEFA-ի դեմա Վինիսիուսը, Վինիսիուսն էլ էր արժանի, որ ստանար չի ասի արժանի չէր։ Իսկ Լաուտարո Մարտինեսը Չէ, արժանի չէր։ արժանի չէր։ Ավելի արժան էր Տոնի Կրոսը օրինակ։ ռանդոմ Մենք ունենք բանակ Լաուտարո Մարտինեսի կոմենտ գրողներ, ովքեր հարցնում էին, ասի, հնչեցրեցի ձեր հարցը, ասեց արժանի չէր։ Տեսեցիք։ Այ ֆուտբոլային մթնոլորտ այնտեղ։ Մենք գիտենք, որ մեր մոտ Հայաստանի առաջնությունում տրիբունաները ցավոք սրտի դատարկ են։ Ինչ ապրումներ են լինում, երբ որ նույնիսկ, չգիտեմ, Պրեմիեր լիգայի շարքային խաղ Մանչեսթեր Սիթին խաղում է Տոտենհեմի հետ ասենք։ Հա, Տոտենհեմի հետ։ Շատ Իսկում շարքային է խաղեր, բա։ 15-րդ տեղի թիմի հետ են օրինակ։ Էնֆիլդում չեմ եղել կամ ուրիշ ստադիոնում Անգլիայի, բայց ինձ թվում է Էնֆիլդում ավելի մեծ կլինեին էմոցիաները։ Էթիադում այդ առումով ավելի հանգիստ էր, ճիշտ է ստադիոնը լեփլեցուն էր, բայց երկրպագուական մշակույթը չի ասի շատ, օրինակ ամենաշատս տպավորվել եմ Դորտմունդի Բորուսիայի երկրպագուներից Չեմպիոնս լիգայի եզրափակիչում անհավատալի լավն էին։ Ռեալի երկրպագուները նրանց կողքը ուղղակի չէին երևում։ Մտ ուրիշ աշխարհ էր Դորտմունդի Բորուսիան։ Իսկ խաղը Անգլիայում խաղ են դարձնում երկրպագուները։ Լուրջ եմ ասում, նայում էի Մանչեսթեր Սիթի Բրենթֆորդ խաղը, մի 15-20 րոպե, տեմպը շատ բարձր չէր։ Չի ասի ինչ որ, չգիտեմ ինչ էր Աներևակայելի բաներ չկային։ Բայց հենց երկրպագուները ակտիվացան, մի տեմպ տվեցին, խաղն էլ միանգամից փոխվեց։ Ու ես հասկացա միֆ չի, որ ասում են երկրպագուներն են այնտեղ խաղը ձև արագ դարձնում։ Իրենք էին դա անում։ Ոչ Գվարդիոլան, Գվարդիոլան, որ մեր խաղերին է երկրպագուներ կան, հաստատ տարբերություն կզգան։ ԲԿՄ Վան խաղին, որ երկրպագուները ֆուլ լինեն, Օրինակ բանակայինների երկրպագուները հենց զինվորներ են, չէ՞, որ գալիս են, երկրպագում են թմբուկով, բանով ու բավականին լավ է ստացվում, ասեմ իմանաս։ Ես չի ասի միայն դրա շնորհիվ է, բայց երկրպագուների գործոնը շատ մեծ է։ Շատ։ Ես օրինակ մի անգամ բան էի արել, մոնտաժ էի արել, մեկնաբան Անգլիայի առողջության մեկնաբանությունը դրել է Հայաստանի առողջության խաղի վրա, շատ հետաքրքիր խաղ էր ստացել։ Ճիշտ է, օրինակ ընկնում Աֆյանի մոտ ասում է Հալանդ, բան, այդպես չի բռնում անունները, ու նույնն է հակառակն է արել, շատ անհետաքրքիր խաղ էր այդ United։ Բայց մեկնաբանության բաղ մի բան էլ ասեմ։ Ապա Օրինակ ես կարծում եմ Հայաստանում լիներ անգլերեն մեկնաբանություն, անգլիական ոճով, ամենաշատը Հայաստանում դրանից էին բողոքելու։ ինչու՞։ Որովհետև անգլիական ոճը մեզ մոտ չէին նայի, կասեին անհետաքրքիր է, դանդաղ է, այնտեղ ուրիշ ձև են մեկնաբանում։ Կարող է լեզուն էլ խնդիր ունի։ Հայերեն լեզուն ու լեզվի հարցը չի ասի։ Ռուսերեն լեզուն ինքը ես չեմ ռոպագանդում ռուսերենը, բայց օրինակ ռուսերեն լեզուն հետաքրքիր է ռուսերենով։ Օրինակ Գենիչը կամ որ մյուս մեկնաբանները որ կատակներ են անում, sense ասած շուտկեք են անում, դու դա ընդունում ես, որտեղ շատ լսելի տենց այդ մեղադրելի է չի, բայց հայերեն որ այդ նույն կատակը անում են, դա էս ինչ ասում դες։ Հա, ու մեզ մոտ ռուսական ոճին շատ սովոր են, որ շատ են լսել, մարդկանց թվում է, եթե դու այդ ոճից դուրս ես վարում, ուրեմն սխալ ես վարում։ Իսկ Անգլիայում անգլերեն երբ մեկնաբանում են, նախ խաղից բուն շատ են խոսում, հետո շատ էմոցիոնալ հիմնականում չեն լինում, ու խաղի ընթացքում կարող է լինել, որ մի 10 վայրկյան, նույնիսկ 15 վայրկյան ձայն չլինի, ուղղակի լռություն, ու հետո էլի հանգիստ վերլուծություն։ Հա, Հայաստանում այդպես անես, կասեմ, որ Հենա չի խոսում։ Ինչ կապ ունի խաղի հետ կամ ես ինչ անում։ Հայաստանում բայց Հայաստանի առողջության ժամանակ 10 րոպե ձայն չանես, նորմալ չի։ Ես Հայաստանը ամենահաճույքով եմ վարում, որպեսզի Սուրենն է ամենալավ վարողը Հայաստանի առողջության։ Դու դասեք ես չկարող ասել։ Դու ասես, հենց հիմա։ Ըստ ինձ։ Հա։ Ըստ մեկնաբանների։ Բոլորն էլ լավն են։ Բոլորն էլ։ Դու ասա։ Ինձ օրինակ Սուրենի ձայնը դուր է գալիս։ Մելիքսասյան Սուրենի, այո, նույն կարծիքին է։ Ուղղակի դե որ նայում ես Հայաստանի առողջություն կողի ապտեկայից մեկը վերջերով դուրս է գալիս, դա արդեն անհետաքրքիր է, էլի, ստադիոնի։ Շենգավիթի ջունիորի մասում։ Բայց այնտեղ ուրիշ խնդիր էլ կա, որ Հայաթի երեխեք են բանց։ Տրիբունան հենց կողքը, խաղադաշտի կողքը պիսի տեղ կա, որ ուտելիքներ են պատրաստում, խորոված եւ այլն, ֆուտբոլիստներից մեկը պատմում էր, որ արդեն հստակ գիտեն, որ ժամին, որ հոտն է այնտեղից գալու, այդ ծուխը, խորովածի եւ այլն, ու իրենց դա խանգարում է։ Խորովածը շատ լավ բան է ջան, դույ, առանց գինի անհամ բան է ջան, դույ, խորովածը շատ լավ բան է ջան, դույ։ Մենք իմացել ենք, որ դու երբ որ գնացիր Մանչեսթեր, մինչև այդ հրաշալի պահերը, հենց իջար օդանավակայան։
Ինչ-որ մի բան եղավ։ Շուտ մի բան եղել է։ Օթանավականից մինչև հյուրանոց ճանապարհին կորել ես, ոտքով ես գնացել։ Հա, դա Հետաքրքիր պատմություն ասել են, ինքը կպատմի ավելի խնդալու է։ Մեզ պատմել են անգլերեն չենք հասկացել ընդդեղից մարդիկ։ այդպիսի դեպք եւ Մանչեսթերում է եղել եւ Բելգրադում, Սերբիայում դա 1 տարի առաջ էր։ Եղել է որ Մանչեսթերում օրինակ ոչ թե կորել է, այլ հանդիպել էի մարդու, ինքը ասաց, որ մենք նույն իրար կողք ենք ինքնաթիռում իրար կողք ենք, հետո ինքը ինձ ասաց, որ տանի տաքսիով կենտրոն, բայց այս ամբողջ ճանապարհին նրա հայացքը խոսելու ձևը եւ այլն ազգության վերաբերյալ կասկածումն էի, ինքը որ ազգից է, բայց հետո հայերեն է ասեք ես, թե անգլերեն։ Թե հայերեն ասե, явնի գործանով անդեղի։ Չէ, հայերեն չէ, մտածում էի մեր հարևան ազգից է, բայց հետո ախտս բերես չէ, իսկ այդ կորելու պատմությունը եղել է Բելգրադում։ Բելգրադում ես մտածում էի, որ հեշտ ու հանգիստ կգտնեմ հյուրանոցը, օթանավականից մտածեցի քայլելով գնամ, մոտավորապես գիտեի տեղը։ Էն էլ պարզվեց ինչ հյուրանոց։ Փոխել են սաղ Բելգրադը։ Հա, որ երկար դաշտեր են, երկար բաներ ցանած, շատ երկար քայլել եմ, քայլելու տեղ չկա ճանապարհի կողքը։ Օթանավականից մինչև հյուրանոց քայլել ես։ Համարյա, ու ցեխերի Մեբելի մեջ, խանութ կան չկար տենց ճանապարհի։ ոչ մի բան չկար, ոչ մի բան։ Ամայի տարածք էր։ Ամայի տարածք Այդ էր։ տենց թողում են, հետո մեզ են բողոքում։ Ամայի շատ երկար հասում եմ, մարդիկ մտածում են եկել եմ, դեպ այնտեղ էլ City խաղն էի գնացել, եկել եմ, չգիտեմ, ինչ որ հաճույքների մեջ եմ, բայց մի ժամ ցեխերի մեջ, հա, Crvena Zvezda հետ խաղն էր, քայլել եմ ու հետո պատահական միտեղ կանգնեցի ու էլի պատահական չէ Ռոդրին չէր, տաքսու վարորդը եկավ։ Ախպեր Ռոդրին ուրը նման գալի։ Իսկ այդ Crvena Zvezda-ի երկրպագուներից ինչ կասես։ Ֆանտաստիկ է։ Իրանք Չեմպիոններ լիգա են հաղթել մեկ անգամ։ Այո։ Ավելի շատ PSG-ն եւ Arsenal-ը ու Ուրարտում։ Չէ, շատ ուժեղ էին։ Այդ իրենք լրիվ ուրիշ մտնոլորտ են ապահովում, Crvena Zvezda-ն, խորվաթական ակումբներին է, իրենցը Զագրեբը։ որ հա Զագրեբը, իրենք լրիվ այդ ֆանատական մշակույթը զգում են ու ֆուտբոլիստներն էլ զգում են, որ եթե մի բան այն չեղավ, ընդհանուր կարող է իրենց կյանքին վտանգ սպառնալ։ Ուրեմն ասեմ, որ մեր հաղորդումը ունի 3 օրենք։ Այստեղ ուտելուց չեն խոսում, երկրորդ օրենքը այստեղ հաշ չեն ուտում եւ երրորդ օրենքը պարտադիր խաղ են խաղում։ Խաղը կոչվում է Ով եմ ես։ Դե ինչ ով եմ ես խաղն է հիմա, այոյով կամ ոչով պատասխանվող հարցեր պետք է տաս։ Գործող ֆուտբոլիստ է։ Ոչ։ Ավարտել է կարիերան նա։ Այո։ Նա խաղացել է Անգլիայի առաջնությունում։ Այո։ Այո։ Նա ավարտել է կարիերան, խաղացել է Անգլիայի, նա խաղացել է Լիվերպուլում։ Ոչ։ Իմը գործող ֆուտբոլիստ է։ Ոչ։ Անգլիայում է խաղացել։ Անգլիայում էլ է խաղացել, այո։ Իսպանիայում էլ է խաղացել։ Ոչ։ Ոչ։ Խնդրեմ։ Ազգությամբ անգլիացի եմ։ Ոչ։ Ոչ։ Թոփինգ լիգաներ։ Այո։ Իսպանիա։ Ոչ։ Չէ, մի րոպե։ Այո, այո։ Այո, խաղացել է Իսպանիա։ Բարսելոնա։ Ոչ։ Ոչ։ Arsenal-ում եմ խաղացել։ Ոչ։ Ոչ։ Ազգությունը Շատ երկար ես խաղալ եմ։ ազգությամբ գերմանացի եմ։ Ոչ։ Մոտիկ էր, բայց չէ։ Ռեալ։ Այո։ Ռեալ նախկին։ Ռեալի նախկին։ Ռեալի նախկին։ Որ կերել է։ Հարձակվող։ Ոչ։ United։ Ոչ։ Ես Вообще ոչ։ ազգությամբ, եթե անգլիացի չեմ, գերմանացի չեմ, ես հարձակվող եմ։ Այո։ Ազգությամբ հարձակվող։ Ես ավարտել եմ Անգլիայում եմ խաղացել։ Ես ֆրանսիացի եմ։ Ոչ։ Ոչ։ Պաշտպան։ Ոչ։ Ոչ։ Իտալիայում եմ խաղացել։ Այո, Այո։ Այո։ շատ ուժեղ ես խաղացել։ Իտալիա, Անգլիա, կիսապաշտպան։ Չեմպիոն լիգա հաղթել եմ։ Լիգա չես հաղթել։ Չէ։ Արա ես իմացա ես ով եմ։ Այսքան տարի անց։ Ես սևամորթ եմ։ Այո։ Ես Աֆրիկայում եմ ծնվել մեծացել։
Դե չեն կարող ասեմ, բայց Աֆրիկայից է։ Ու Աֆրիկայի Աֆրիկացի է։ Այո։ այսպես ասեմ, իմ ազգային հավաքականը Աֆրիկայում է։ Այո։ Իմ ազգային հավաքականը գազարագույն շոր ունի։ Այո։ Այո։ Դիդիե Դրոգբա։ Ապրես։ Դու հաղթեցիր, մնացինք ես ու Արմանը։ Այո։ Իտալացի չեմ, անգլիացի չեմ, Չես։ ֆրանսիացի եմ։ Այո։ Այո։ Դե Ֆրանսիացի Իտալիայում խաղացած, Անգլիայում Ֆրանսիայի խաղացած։ հավաքականում ես խաղացել, հա։ Այսպես ասենք։ Անգլիայում թոշակի։ Դե վերջին տարիները կարիերայի անցկացրել է Ամերիկա, Անգլիայում էլ։ Աշխարհի չեմպիոն եմ։ Այո։ Մ, Տանանանա։ ը, Իտալիայի խաղացած։ Այսինքն 18-ին, Մենակ 18-ին չի դարձել, 98-ին էլ է դարձել։ 98-ին եմ դարձել։ Չեմպիոն, այո։ Բլանը։ Ոչ։ Բլանը հենց Ֆրանսիայից Ինտեր է, իսկ խաղացել ինքը է։ Իմ հերթն է, Այո։ Իվարքյան, ճաղատա ինքը։ Հա, լավ Ջորկայֆն է։ Այո։ Պարտվեցի։ Դու ունես Հեսա հերուներն եմ գնացել ման գալիս Ջորկայֆ։ Ես ունեմ, այո։ այսինքն մի տարբերակ ունեմ ասել։ Այո, մեկ անց կարա բոլոր հարցերը եթե այո եղավ, թող Ճաղատ Մադրիդի Ռեալ Ռեալից։ ես խաղացել։ Սևա Մորթա, Չէ։ Ոչ, Գրավեսեն, ոչ։ ես պարտվեցի։ Լավ, մի հատ էլ հուշում անեմ։ Ապա Շատերը կարծում են, որ նա պիտի ոսե գնդակ ունեցած լիներ Այո, բայց չի ունեցել։ ու Ճաղատ։ այն համարով որ խաղում էր այդ թվականին Մոդրիչ, Ոչ։ չգիտեմ։ Մոդրիչը բեսամ ճաղատացել է, այո։ Ինտերում է խաղաց։ Ինտերում է խաղացել ինքը։ Wesley Sneijder, Wesley ես Sneijder։ երբեք չէի հիշի Wesley Sneijder-ին Ռեալում։ Էլ ինչ ֆուտբոլացեր, ով չունի իր սիրած թիմի մարզաշապիկը։ Իսկ ձեր սիրած թիմի մարզաշապիկը դուք կարող եք գտնել Football 1 Armenia խանութում։ Football 1 Armenia։ Երևան տոնավաճառ 3-րդ հարկ B193 տաղավար։ Այցելեք, գնեք, վայելեք։ Ոսկե գնդակ։ Ամենակարևոր բանը, ինչը քննարկվում է վերջին տարիների ընթացքում, հատկապես երբ Վինիսիուսը չստացավ, Ռեալը Ֆլորենտինո Պերես ասեց իրանք չեն գնում եւ այլն եւ այլն։ Այս մրցաշրջանում Պեդրի, Սալահ, Ռաֆինյա, Վիտինյա, Էդեգոր, Արոն Վան-Բիսակը, ով կնվաճի, ով կստանա այդ Վան մրցանակը։ Բիսակն։ Ահարոն Վան-Բիսակ, Ահարոն։ տենց ենք իրենց։ Դե Չեմպիոնների լիգայի արդյունքներից շատ բան կախված կլինի։ Եթե ընդհանուր նայենք, Սալահը շատ արժանի է, բայց Սալահը շուտ դուրս մնաց ու PSG-ի դեմ երկու խաղերում էլ ինձ թվում է լավ չխաղաց։ Շատ վատ խաղաց։ Իսկ ով է ամենաարժանին, Պեդրին։ Այս տարի էլ ինձ թվում է պիտի ոսեգնդակի դափնեկիրը լինի իսպանոց։ Իսապաշտպան, դե Պեդրին համ կայուն է եւ արդյունավետություն ունի եւ թիմին շատ օգնում է։ Ինձ թվում է բոլոր չափանիշներին համապատասխանում է։ Իսկ վիճակագրությունը։ Վիճակագրությունը դեպքում Ռաֆինյանը ստանում առավելություն, բայց ինձ թվում է թիմի խաղի վրա Ռաֆինյան չունի այն ազդեցությունը, ինչ ունի Պեդրին։ Իսկ որ աշխարհի ակումբային առաջնությունը հաղթի Ինտեր Մայամին։ Եթե վերջո կտան Սուարեսին այդ ոսկեգնդակը թե Բուսկետսի։ Այո, նա իսպանացի կիսապաշտպան։ Ինձ թվում է, եթե Ռոդրին ստանում է, Բուսկետսը Պիտի ստա։ մինիմում պակաս արժանի պետք է երկու հատ ունենար գոնե Երկու հատ ունի։ Իսկ աշխարհի ակումբային առաջնությունը ըստ քեզ կազդի ոսկե գնդակի հաղթողի վրա։ Այդ մրցաշարի մասին դեռ հստակ պատկերացում չունենք, ընդհանրապես Ինչի համար է ինչ է, ինչ հեղինակություն կունենա ու ձևաչափն էլ։ Շատ տարօրինակ ձևով Ինտեր Մայամին է այնտեղ հայտնվում, հաղթելով միայն կանոնավոր առաջնությունում MLS-ի։ Զուտ ուզում էին բերել, որ ավելի լավ գովազդվի, Մեսին լինի, մյուսները լինեն, դրա համար դեռ չգիտենք ընդհանրապես այդ մրցաշարը ինչ-որ կարևորություն ունի թե չէ։ Ու նույնիսկ հնարավոր է մինչև աշխարհի ակումբային առաջնությունը Անչելոտին հեռացվի Ռեալից։ Գուցե։ Իսկ ոսկե գնդակի կարևորությունը ըստ քեզ նույն արժեքն ունի հիմա, ինչ ուներ 2000-ականների ժամանակ։ Դե բոլորս անդադ ասում ենք, որ արժեզրկվել է, արժանիները հաճախ չեն ստանում, բայց ելի ամենաշատը դա ենք քննարկում։ Եթե քննարկում ենք, ուրեմն դեռ արժեքավոր է։ Իսկ արժեզրկվել է Մեսսի ու Ռոնալդոյի պատճառով։ Ոչ թե նրանց պատճառով, ուղղակի գնահատման չափորոշիչները հաճախ հստակ չեն։ Երբեմն հաշվի ենք առնում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը, երբեմն Չեմպիոնների լիգան, երբեմն ֆուտբոլիստի անձնական արդյունավետությունը։ Իսկ ով է ամենագերագնահատված ոսկե գնդակի դափնեկիրը։ Կանավարոնի։ Գերագնահատված։ Չէ, вообще չէ։ Ես ունեմ ուրիշ անուն, Մայքլ Օվեն, բայց Արմանին լսում։ Բայց Կանավարուն լավ տարբերակ էր։
գերագնահատված։ Իսկ թվում է այդ մրցաշրջանը այդ տարի նույն Զիդանն էլ կարող էր ստանալ, Բուֆոնը, հա, տարբերակներ կային։ Բայց գերագնահատված Գուցե ով են հենց։ Իսկ թվում է եղել են տարիներ, երբ Մեսին ու Ռոնալդուն կարող էին չստանալ։ Շարունակելով, հա, մի փոքր, քանի որ արդեն մոտենում է ավարտին, վերադառնանք հայկական ֆուտբոլ։ Տրիբունաներից, որ խոսեցինք, դատարկ եւ այլն, խաղային մակարդակը հայկական ակումբային ֆուտբոլում։ Հա, ազգային հավաքականը ամենակարևորն է։ Բայց չես կարծում, որ Հայաստանում շատ են կարևորում միայն ազգային հավաքականը։ Ըստ քեզ, արդյոք չպետք է լինի ակումբային ֆուտբոլը ուժեղ, որպեսզի ունենանք ուժեղ հավաքական։ Միանշանակ, իսկ թվում է հիմա մեր առողջությունը շատ առումներով ավելի լավն է, քան մի քանի տարի առաջ էր։ Շատ եմ մտածել այդ թեմայի մասին։ Մեզ մոտ էլ լավ խաղեր լինում են, ուղղակի որ անունը Հայաստանի առաջնությունն է, դրանով ոչ մի ձև չի փիառվում։ Ես այսպես եմ մտածում, Հայաստանում քան որ հիմնականում դիտում են Ռեալի, Բարսելոնայի ու մյուս առաջատար թիմերի խաղերը, նաև Անգլիայի առաջնություն, համատելով այդ խաղերի հետ, հա, Հայաստանը շատ է զիջում։ Բայց եթե համատես, օրինակ Իտալիայի ինչ-որ մի շարքային խաղի հետ, օրինակ Սալեռնիտանա, Վենեցիա կամ Իսպանիայում Խետաֆե, Վալենսիա, ինչ-որ այդ ձևի խաղերի հետ, որ մեզ մոտ չեն դիտում։ Հայաստանի առողջության շատ խաղեր ավելի դիտարժան են, քան այդ հանդիպումները։ Նու Անգլիան եմ հանում, որտեղ Անգլիան բոլոր խաղերն են լավը, որոշ չափով էլ Գերմանիայում։ Բայց Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա այնպիսի խաղեր կան, ոչ թոփ թիմերի մասնակցությամբ, մեզ մոտ Արմենիա, Փյունիկ, Նոա, Ուրարտու, Փյունիկ այդ խաղերը ավելի լավն են։ Երկրները Սերբիա, Ռումինիա, տեղ են քել այնց խաղեր ալինում, որ անհետաքրքիր խաղեր են իրենք։ Ռումինիայի առաջնությունում չեմ կարծում, որ թիմ կա, որ ուժեղ է Հայաստանի առաջնության առաջատար թիմերից։ Կլուժներն էլ վերջերս ջարդին գցենք մի կողմ։ Բարձր ասա, Մեզ մոտ ջարդին գցեցինք մի կողմ Կլուժին։ Հա, մենք տարբեր լավ Դեբրեցեն, տարբեր թիմերի հաղթել ենք Եվրոգավաթներում։ Մենք Բավարիային էլ ենք հաղթել։ Նոան ΑΕΚ հաղթեց։ Ճիշտ է։ 10 անգամ ավելի շատ ավելի թանկ ակումբի հաղթեց։ թվականին Բավարիային հաղթել։ Ուղղակի ես դա ասացի, Պատմություն է դա մնում այդ։ կողմն էլ խփել է։ Դա հիշեն է, Բավարիան որ միշտ պարտվել է։ Մենք ապարել ենք Քոչարի այնտեղ։ Հայրը։ Իսկ վերջում ի դեպ Բավարիան գնաց դարձավ չեմպիոն։ Մենք պարտվեցինք չեմպիոն։ Մոտիվացվեց մեզանից։ Եթե լիներ ՀՖՖ նախագահ, հենց հիմա քեզ զանգում, ասում են դու այս պայից սկսած ՀՖՖ նախագահ, բայց միայն ՀՖՖ նախագահ։ UEFA-ի գործ կա։ Չէ, միայն ՀՖՖ նախագահ։ Առաջին 3 փոփոխությունները ֆուտբոլում որ կաներ հայկական։ Մի անգամից այդպես Հենց ասում են, հելելա, պարոն Աբելյան, բարձես։ կհանդիպեի ակումբների ղեկավարների հետ։ 3 ժամանոց ասուլիս է։ Ես որպես ձեր քարտուղար արդեն պաշտոն եմ ուզում, էլի։ Տալիս եմ 3 Դե նախ չի ուզի այդ պաշտոնը, առաջինը։ Երկրորդ քայլը, որ արդեն ուզեցի թիմ կձևավորեի սրտացավ մարդկանցից, ինչը շատ դժվար է, եւ երրորդը քաղաքականություն կսահմանեի հստակ պետության հետ, եթե պետությունը չի մասնակցելու դրան, նորից հրաժարական կտայի կգնայի։ Արդեն մի օր է տևելու այս մարդու կամարումը։ Ու առանց դրա ինչ որ համագործակցության պետության հետ եւ ակումբների հետ անիմաստ է, չի ստացվի մենակ։ Շատ համաձայն։ Չես մտածում եմ, որ ասում են մենք կզարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, այդ նախադասությունը շատ անիմաստ արտահայտություն է։ Այո։ Դարձել է անիմաստ։ Ծեծված անիմաստ արտահայտություն է։ Մենք կզարգացնենք մանկապատանեկան բառը ինձ թվում է Հայաստանում է ստեղծվել։ Ուշենք Անգլիայում չկա տենց բառ, որտեղ այնտեղ գիտի մարդ որ պետքա զարգացնես փոքր։ Երեխուն որ սովորացնում ես ջուր խմել, ձեռը տոկի մեջ չմցնել, այդ նենց բաները սովորական է, էլի Անգլիայում չեն սովորացնում դա։ Այսինքն գիտեն որ տենց է կգնա։ Ասում են ու հակառակն են անում։ Այդ գումարը որ պիտի դնեն օրինակ 15 տարեկան ֆուտբոլիստներին ուղարկեն արտասահմանյան մրցաշարի, դրա փոխարեն արտասահմանցի ֆուտբոլիստ են բերում, որը գալի մի տարի խաղում ոչ մի օգուտ չի տալիս ու գնում է։ Ու այդպես գումարները ծախսում են։ Մի տարին շատ էլ ես ասում։ Մի օրինակ բերեցի, որ զուտ ասում են, շնայած ակումբներ էլ կան, որ սկսել են ավելի շատ, իդեպ դա դրական միտում է, որ սկսել են հայ ֆուտբոլիստներին վստահ։ Չէ, առաջվա համատ ավելի շատ ֆուտբոլիստների ուղարկել արտասահմանյան մրցաշարերի։ Ուրարտուն, Փյունիկը գնում են Կիպրոս եւ այլ երկրներ ու միջազգային խաղերի են մասնակցում, Արարատը նաեւ։ Դա մեծ փորձ է։ Որպես հաղորդման ավարտ ես ցանկանում եմ, որ ես ու դու մի հատ խաղանք, Գևորգ ուղղակի կհաշվի, խաղի անունն է 3-2-1։ Ինչու՞մն է կայանում միտքը։ Ես ու դու լսելով 3-2-1 տալիս ենք ինչ որ մի հատ թիմի անուն ու լսելով այդ երկու թիմերին փորձում ենք որևէ մեկս առավելագույնը շուտ
գտնել ֆուտբոլիստի, որը խաղացել է այդ երկու թիմերում։ Պարտվողը լայքում է հաղթողի բոլոր նկարները Instagram-ի։ Խնդիր չկա։ Խնդիր չկա։ Բոլորը, բայց comment բան չի գրում։ Նկարները քիչ են, այնպես որ խնդիր չի։ Ես հեշտ կպրծնեմ։ Իրանն է համարյա նկար չունի 411-ատ նկարը։ Գնացինք։ 3-2-1 Արսենալ, Ֆլամինի, Ֆլամինի Ճիշտ ճիշտ է է։ Արսենալում եւ Միլանում խաղացել նաև Ժիրոն։ Գնացինք Ճիշտ է։ 1-0 3-2-1 Բորուսիա Manchester Դորտմունդ, Հոլանդ, Չեմ ասնում։ դու պետք է ականջի ասես։ Ճիշտ է, ականջին։ Այո 2-0, սա sense չի կարող կատ շարունակվի։ Գյունդողանն է չի խաղացել։ Այո, շատ ֆուտբոլիստներ են խաղացել։ Այո։ Ասեմ Պիտի 3-2-1, խաղա, այո։ 3-2-1 Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ։ Բեյլ, հաղթեց 3-0 հաշով Արման Աբելյան, երկրորդ Արժանի խաղը արձանակ։ պարտվեցիր դու, այնպես Տեսակ որ լայք եմ։ նկարներն է պետք է լայքես։ Այս հաղորդման վերջում նույնպես մենք հնչեցնելու ենք հարց, որին պետք է ճիշտ պատասխանեք։ Իսկ ճիշտ պատասխանը պետք է գրեք մեկնաբանության դաշտում։ Պատահականության սկզբունքով կընտրվի հաղթող եւ նա կստանա մարզաշապիկ ֆուտբոլ 1 Արմենիայի կողմից։ Գնացինք մեկնաբանության դաշտ։ Հարցը հետևյալն է. ով է ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, որը հաղթել է Չեմպիոնների լիգան 3 տարբեր ակումբների կազմում։ Բայց ինչի առաջինը Բեյլ եկա, ոչ թե Մոդրիչ, օրինակ։ Որտեվ Բեյլը ավելի հայտնի է, Մոդրիչից երևի։ Չգիտեմ, Բեյլը արագա դրա համար արագինքը եկավ։ Հա, ճիշտ է, Մոդրիչը պետքա դրսի մասով լիներ ամեն ինչ, որ Մոդրիչը հիշվեր։ Նախ ուզում ենք շնորհակալություն հայտնենք քեզ, որ ընդունեցիր հրավերը եւ եկար մեր տրիբունա, մասնակցեցիր քննարկմանը, շատ հետաքրքիր քեզ նաեւ լսել, ոչ թե լսել, այս տեսնելով նաեւ լսել, քո կյանքի մասին լսել, պատկերացնել թե ինչ ես դու տեսել, ինչերի միջով ես հասել եւ դարձել ես լավ մեկնաբան, շնորհակալություն քեզ։ շատ շնորհակալ եմ։ Ես Արմանին իրականում շատ վաղուց եմ ճանաչում ու իմ կարծիքով հայկական ֆուտբոլում լավագույն մասնագետներից մեկն է, այնպես որ ինչ անում ես արա, դու շատ ճիշտ ուղղության վրա ես։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ֆուտբոլասերներ, այսքանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Ստեսություն։